Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ոչնչացնել Հորմուզի նեղուցում ականապատման փորձ կատարող ցանկացած նավ։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները գործի է դնում բոլոր հնարավոր միջոցները նավագնացության անվտանգությունն ապահովելու եւ նավթի անխափան տարանցումը ռազմավարական այդ երթուղով պահպանելու համար։ Ամերիկյան կողմը հայտնում է, որ արդեն ոչնչացվել են ականապատման համար նախատեսված մի շարք իրանական նավակներ եւ նավեր։ Նաեւ Հորմուզի նեղուցի շրջանում ոչնչացվել է առնվազն 16 ականադիր նավ։ Վաշինգտոնը պնդում է, որ Իրանը կարող է ունենալ ավելի քան 5000 ծովային ական։ Մենք Իրանին ուժգին հարվածներ ենք հասցրել ու դեռ չենք ավարտել։ Պատերազմը կարող է շուտով ավարտվել, որովհետև գործնականում գրեթե ոչինչ չի մնացել, որին կարելի է հարվածել, երբ ես ցանկանամ, դա կավարտվի։ Միաժամանակ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը կոչ է արել Իրանի քաղաքացիներին անհապաղ լքել Հորմուզի նեղուցի շրջանի բոլոր նավահանգիստները։ Ըստ Պենտագոնի, Թեհրանը քաղաքացիական նավահանգստային ենթակառուցվածքներն օգտագործում է ռազմական գործողությունների համար, ինչը դրանք դարձնում է օրինական ռազմական թիրախներ։ Իրանցի նավահանգստային աշխատողներին եւ առևտրային նավերի անձնակազմերին խորհուրդ է տրվել հեռու մնալ ռազմական տեխնիկայից։ Իրանի իշխանությունները սակայն հայտարարում են, որ պատրաստ են խաղաղության, եթե ստանան անվտանգության հստակ երաշխիքներ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Թեհրանը տարածաշրջանում խաղաղության կողմնակից է, սակայն պահանջում է ճանաչել երկրի իրավունքներն ու ապահովել ապագա հարձակումների բացառման միջազգային երաշխիքներ։ Պատերազմին վերջ դնելու միակ ճանապարհը Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցումների վճարումը եւ ապագայում ագրեսիայի չկրկնվելու համար միջազգային հստակ երաշխիքների տրամադրումը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն ընդունել է Մերձավոր Արևելքի իրավիճակին վերաբերող բանաձև, որը մշակել էր Բահրեյնը։ Փաստաթուղթը դատապարտում է Իրանի գործողություններն ու պահանջում դադարեցնել տարածաշրջանի երկրների դեմ հարձակումները, սակայն այնտեղ չեն հիշատակվում Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածները։ Բանաձևին կողմ է քվեարկել խորհրդի 13 անդամ, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ են մնացել։ Միաժամանակ ռազմական գործողությունները շարունակվում են նաեւ Իսրայելի տարածքում։ Հեզբոլլահը հայտարարել է Ալ-Ասաֆ Ալ-Մակուլ գործողության մեկնարկի մասին եւ հյուսիսային Իսրայելի ուղղությամբ արձակել ավելի քան 100 հրթիռ։ Պայթյուններ են գրանցվել Վերին Գալիլեայում, Գոլանի բարձունքներում, Կիրյաթ Շմոնայում եւ Հայֆայում։ Իսրայելի երկաթե գմբեթ հակաօդային պաշտպանության համակարգը փորձում է հետ մղել զանգվածային հարձակումները։ Տեղեկություններ կան նաեւ վիրավորների մասին։ Իրանի զինված ուժերն էլ նախազգուշացրել են, որ իրանական նավահանգիստներին սպառնալու դեպքում տարածաշրջանի բոլոր նավահանգիստները կարող են դառնալ օրինական թիրախներ։ Իրանը հայտարարել է նաեւ Մերձավոր Արևելքում գործող ամերիկյան ու եվրոպական տեխնոլոգիական ընկերությունների եւ խոշոր բանկերի գրասենյակներին հարվածելու պատրաստակամության մասին։ Մասնավորապես նշվում է, եթե որևէ մեկը գործի թշնամու ցանկություններին համապատասխան, մենք նրանց կհամարենք ոչ թե ցուցարարներ, այլ թշնամիներ։ Մենք նրանց հետ կվարվենք այնպես, ինչպես թշնամիների հետ։ Ռազմական գործողությունների հետևանքով տարածաշրջանի տարբեր հատվածներում արձանագրվում են նաեւ քաղաքացիական զոհեր ու ավերածություններ։ Իրանի տվյալներով Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածների հետևանքով երկրում զոհվել է ավելի քան 1300 խաղաղ բնակիչ, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 17000-ը։ Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ամերիկյան եւ իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել Իրանի մի շարք ռազմական օբյեկտների, այդ թվում բունկերներին, որտեղից արձակվում են բալիստիկ հրթիռներ։ Թեհրանի մոտ գտնվող Քուդս քաղաքում տեղի ունեցել հզոր պայթյունների շարք։ Մինչև ռազմական գործողությունները շարունակվում են, քաղաքական մակարդակում հակամարտության ավարտի վերաբերյալ տարբեր գնահատականներ են հնչում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կարող է ավարտվել մոտ ժամանակներում, սակայն տարածաշրջանում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։